Աստված մեր կյանքում հրաշալի գործ արել սերներ, մենք այսօր այստեղ նստած ենք և լսում ենք իր կյանքի խոսքերը, դրա համար փառք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ղուկասի ավետարանի մեջ 5-րդ գլխի առաջի խոսքերից կարդամ. Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր, Աստծո խոսքը լսելու և ինքը Գենեսարեթի ծովակի մոտ կանգնած էր, և երկու նավ տեսավ ծովակի մոտ կանգնած, ձկնորսները նրանից դուրս էին եկած և ուռկաները լվանում էին։ Եվ նա մտավ այն նավերից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց նրան, որ ցամաքից մի քիչ ներս տանել, նստեց և նավիցը սովորեցնում էր ժողովուրդներին։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասեց. նավը դեպի խորը տար և ձեր ուռկանները գցեք որսի։ Եվ Սիմոնը պատասխանեց և ասեց նրան. վարդապետ, բոլոր գիշերը աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ։ Եվ երբ որ այս արեցին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին և նրանց ուռկանը պատռվում էր։ Սերներ, շատ սքանչելի տեղ է Սուրբ գրքում, մարդը ամբողջ օր չարչարվել է, ամբողջ գիշեր չարչարվել է, հենց էլ ոչ մի բան չի բռնել։ Ես սա իհարկե խորհուրդն է, որ մենք հնարավոր է մի ամբողջ կյանք չարչարվենք մեր մարդկային ուժերով, մեր եսով, մեր բասկի վրա դնենք մեր հույսը, ու տենց էլ հոգևոր կյանքում ոչ մի արդյունքի չհասնենք, սերներ։ Դրա համար, որպեսզի մենք մեր հոգևոր կյանքում լուրջ արդյունք ունենանք, Տեր Հիսուս Քրիստոսը պետք է մեր նավակի մեջ առնենք։ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ մեր նավակի մեջ է, ձուկն էլ է բռնվում, կյանքի հոգսերն էլ է թեթևանում և մեր կյանքում սքանչելի գործ անում։ Ապրել Աստծուն ճանաչելով։ Ես ուզում եմ խոսեմ Պետրոսի կյանքից օրինակները կնայենք։ Պետրոսը Սուրբ գրքում այն անձնավորությունն է եղել, որ վայրի վերումներով է ապրել իր հոգևոր կյանքը և Տեր Հիսուս Քրիստոսը վերջում իրան եկեղեցու վրա հովության դրեց, սերներ։ Ղուկաս ավետարանի մեջ, շարունակության մեջ, երբ որ մենք նայում ենք 22-րդ գլխի մեջ 31 խոսքից, տենց կարևոր մտերմիկ զրույց է ունենում Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոսի հետ և ասում է. և Տերը ասեց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղեց հորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի, և դու, երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիչ։ Նա էլ ասեց նրան. Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը և մահն էլ գնալու։ Եվ նա ասեց. ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հավը չի խոսի, մինչև որ դու 3 անգամ ուրանաս, թե ինձ չգիտես։ Գիտեք, սերներ, Պետրոսը ինքը ճանաչում էր Աստծուն, սիրում էր Աստծուն, հայտնություն ուներ հորից, որ Հիսուս Քրիստոսն է կյանքի աղբյուրը, հավիտենական կյանքի խոսքերը ինքը ունի, Աստծու որդին է, բայց այս ամենով հանդերձ ինքը մարդ էր և հասարակ վախի պատճառով ինքը ուրացավ Տիրոջը։ Մենք ավետարանում կարդում ենք, ես քիչ հետո կկարդամ այդ հատվածը, ես ուզում եմ, որ տեսնենք, որ մարդը իր ուժերի վրա հույս դնելով ոչ մի արդյունքի չի հասնի։ Իհարկե Պետրոսը սիրում էր Տիրոջը և այդ սիրուց բխած այդ խոսքերը իր բերանից ելավ, որ մինչև մահն էլ, մինչև բանտ էլ քո հետևից կգամ։ Բայց Տերը ասեց, որ Սիմոն, Սիմոն, գիտեք, ինքը կարող ասել Պետրոս, Պետրոս, ասեց Սիմոն, Սիմոն, ինքն էր փոխել իր անունը, բայց վերադարձավ նորից այդ հին անվանը հիշեցնելով, որ քո մարդկային եսը նորից բարձրացել է, քո ուժերի վրա ես հույսը դրել, ով ես չեմ ուրանա, ես միջև բանտը քո հետ կգամ, միջև մահը կգամ, ասեց Սիմոն, Սիմոն, ես քո համար չի գրված բոլոր աշակերտների, այնտեղ որովհետև աշակերտ կար, որ Հուդան էր, ասում է քո համար աղոթել եմ, որ քո հավատը, այսինքն քո
հոր սիրո, երկնային հոր սիրո վրա եղած հավատքը չկորցնես։ Էսի շատ կարևոր հատված է, որ այն հավատքը, որ դու ունես քո երկնային հոր վրա, դու չկորցնես։ Եղբայրները դրա մասին հանգամանալի խոսեցին, սիրներ, հոր վրա եղած հավատքը։ Աստված վերստին ծննդով մարդու մեջ դնում է այդ հավատքը։ Եվ մարդը հավատում է, որ իրոք Աստված իրան սիրում է։ Եվ ինչ դժվարությունների մեջ էլ ընկնի, ինքը չի ուրանում, որ Աստված իրան սիրում է։ Իր կյանքում ինչ դեպքեր պատահեն, ինչ ահավոր սիտուացիաների մեջ ընկնի, ինքը հավատում է, որ Աստված իրան սիրում է եւ Աստծո բարի ձեռքն է դա։ Եվ ուզում եմ կարդամ այդ հատվածը, ասում է 54 խոսքից 22 Ղուկաս։ Եվ նրան բռնեցին տարան, մտցրին քահանայապետի տուն, Տեր Հիսուս Քրիստոսին, Պետրոսն էլ հեռվանց գնում էր նրա հետևից։ Եվ երբ որ սրահի մեջ կրակ էին վառել եւ 4 կողմով նստել էին, Պետրոսն էլ նստեց նրանց միջում եւ մի հատ կին, տեսնելով նրան լույսի մոտ նստած, դիտեց նրա վրա եւ ասեց. Սա էլ նրանց հետ էր։ Բայց նա ուրացավ եւ ասեց. Ով կին, ես նրան չգիտեմ։ Եվ մի քիչ հետո ուրիշը տեսավ նրան եւ ասեց. Դու էլ էի նրանցից ես։ Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, ես չեմ։ Եվ մեկ ժամի չափ էլ որ անցավ, մեկ ուրիշը վիճում էր եւ ասում. Ճշմարիտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլեացի է։ Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չգիտեմ, թե դու ինչ ես ասում։ Եվ իսկույն նա դեռ ասելիս հավը խոսեց։ Տեր Հիսուս Քրիստոսը ոնց ասել էր, տենց եղավ, սերներ։ Եվ ուշադրություն ստեղ ինչ ասում։ Եվ Տերը դարձավ մտիկ արեց Պետրոսին։ Եվ Տերը, երբ որ ակաղը կանչեց, Տերը իր հայացքը գցեց Պետրոսի հայացքի վրա, սերներ։ Իմ կյանքում sense դրվագ եղել է, ես ասում եմ, ես մեռնեմ քեզ խայտարակ չանեի, Տեր ջան։ Հիվանդության անկողնու մեջ էի, շատ տագնապների մեջ էի, ես արդեն մտածում եմ, որ մահը տիրել է իմ վրա, արդեն մտածում եմ, որ всё, ես իմ վերջը եկել է, ու ես շատ ծանր վիճակի մեջ էի, բայց ես նաև հիշում եմ, որ ես այդ սերը, որ իմ մեջ կար Աստծո նկատմամբ, ես չէի կարում ուրանալ։ Եվ փոխանակ իմ բերանից այդ տրտուժները դուրս գար, երգեր էր դուրս գալի, հոգևոր երգեր։ Աստծուն փառաբանում էի, երգում էի, կորոնայով, երբ որ հիվանդանոցում պարկած էի այդ ժամանակ։ Այդ գիշեր, որ ես հիվանդանոց տեղափոխվեցի, ես ասում եմ, ես իմ վերջի գիշերն է, բայց ի զարմանս ինձ իմ մեջ վախ չկար։ Մահվան վախ չկար, եւ դրա հեղինակը Աստծո սերն էր, սերներ։ Երբ որ քո հոգու աշխարհում դու հաղորդ ես եղել Տիրոջ սիրո հետ, Աստծո սիրուն հաղորդ ես, այդ սերը քեզ քո ամենադժվար վիճակների մեջ պահելու է, դու գիտեք դա։ Ինձ թվում է, այստեղ տենց մարդ չկա, որ հաղորդ եղած չլինի։ Սատանան կվախեցնի, կասի քո վերջը եկել է, ընդհանրապես ինքը տենց է, մահվան վախով վախեցնում է։ Բայց ես ձեզ ասեմ, նորություն չի ասում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մեռնելու ենք։ Դրա համար որ մոտիկանում ասում է մեռնելու ես, ասա ես գիտեմ, որ ես մեռնելու եմ։ Պրոստը տարբերությունը էս է, ում ձեռքերի մեջ ես մեռնելու։ Ես գիտեմ, որ իմ փրկիչը կենթանի է, որ ստե աշկերս փակեմ իր ձեռքերի մեջ, պետք է իմ աշկերը բացեմ։ Հարուցյալ հավատք, սիրեմ Տիրոջ հայտնությունը։ Մենք այն մարդկանցից ենք, որ սիրում ենք Տիրոջ հայտնությունը, սերներ։ Եվ շարունակության մեջ, երբ որ այդ հայացքը որսած Պետրոսը եւ Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասեց նրան միջև հավի խոսելը 3 անգամ կուրանասից, եւ Պետրոսը դուրս գնաց եւ դառնապես լացեց։ Զղջում էր, Աստծո առաջ էր գալի։ Ինքը գիտեր իր կյանքի սկիզբը ոնց է սկսվել, ինքը ճանաչում էր Տիրոջը, Տեր իր կյանքում շատ հրաշքներ էր արել, Տիրոջ հետ 3.5 տարի քայլելով շատ բժշկություններ, մեռելի հարություններ էր տեսել, գիտեր այդ զորությունը, որ Աստված ունի, Գեթսեմանի պարտեզում տվեց այն Մարկոսի ականջը կտրեց,
զորավոր մարդ էր, իր դուխը տեղներ մեր լեզվով ասած, բայց ինչ եղավ, Սիմոն, արթնացավ հին մարդը, Սիմոն, ինքը կարող ասել Պետրոս, քո համար աղոթել եմ, չէ, ինքը ասեց Սիմոն, դու վերադարձար քո բուն ակունքներին, քո մարդկային էությանը եւ դու հպարտացել ես ու մտածում ես, որ Աստծուն ինչ-որ բանով կարաս օգնես, ընդհակառակը ես եմ քեզ օգնում, օգնության եմ հասնում, ես աղոթում եմ, որովհետեւ սատանան ցանկացավ քեզ մաղել սիրներ եւ Հուդայի կյանքում էդի հաջողեց սիրներ, Կորիսյան որդին էր Հուդան եւ Հուդան մեջք էր դարձրել Աստծո, թեև զղջաց, կարդում ենք, որ եկավ քահանաների առաջ զղջաց, խոստովանեց, այդ 30 արծաթը շպրտեց իրանց ոտքերի մոտ, քահանաները ասին, ինչ անենք, ապաշխարության տեղիք չգտավ, ինչպես Եսավը, թեև լացով էր խնդրում Եսավը, բայց տենց էլ ապաշխարություն չգտավ սիրներ, իրա սիրտը ծուռ էր Աստծո հետ, մեջք էր դարձրել, ինչպես Սավուղը, չէր սիրում Աստծուն, իրա փառքի համար, ասում էր, այդ ամեն ինչը թող Սամվել, արի ինձ ծերերի մեջ, ինձ ծերերի մոտ բարձրացրու, չսիրեցին Հիսուսի հայտնությունը սիրներ իրանք, Հուդան մեջք դարձրեց և ապաշխարության տեղիք չգտավ, բայց Պետրոսի ուրացումը լրիվ ուրիշ բան էր, իրա սրտում, իրա հոգու աշխարհում ինքը սիրում էր Աստծուն, և Տերը դա գիտեր, թեև ուրացավ, բայց դառը լացեց, այդ դառը լացը, այդ հայացքը, որ որսաց Հիսուս Քրիստոսի, այդ դառը լացը իրան լուրջ ապաշխարություն տարավ, և իր հոգու աշխարհում Աստծո սերը արթնացել էր և սիրում էր Աստծուն, և սիրելիներ, Հովանու 21-րդ գլխի մեջ, ես քիչ հետո այդ հատվածն կկարդամ, ես ուզում եմ ամփոփեմ, մենք տեսնում ենք, որ ոնց որ Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոսի կյանքում գործը սկսեց, այդպես էլ ավարտում ասելներ, շատ սքանչելի է, հիշում եք չէ ոնց սկսեց, կարդացի, եկավ, մտավ նավակի մեջ, ասեց ձուկ բռնել եք, այս ամբողջ գիշեր ասում աշխատել ենք, բայց մենք ձուկ չենք բռնել, ամբողջ գիշեր չարչարվել ենք, բայց ձուկ չենք բռնել, հիմա նորից վերադարձել է իր մարդ էությանը, Սիմոննա, Պետրոսից բան չի մնացել, այդ համարը եղբայրները ասացին, ջախջախված եղեգը լրիվ կոտրված, փշրված, արկայծում է, հեսա պետք է մարի իր մեջ այն աստվածայինը, որ Աստված դրել էր, ու հետաքրքիր հրաշք, ասում է, տղեկ, եթվում եմ ձուկ բռնելու, ով է գալի, գրված է, աշակերտների կեսից ավելին ասին մենք էլ ենք գալի, յանի, էլ պրծավ, էլ իզնից Պետրոս դուշ չեկավ, Աստված իմ կյանքում չհաջողեց, ես նորից վերադառնում եմ իմ ակունքներին, որտեղից սկսել եմ, նորից գնում եմ ձուկ բռնելու, անցնենք մեր հին կյանքին, գնանք, նավակը, ուրկանները, ձկները, աշխատենք այս աշխարհում, ապրենք, որ հետո մեռնել կա, ինչ է կարծում, Աստված Տեր Հիսուս Քրիստոսը տենց կթողներ, ինքը Հիսուսը Պետրոսի կյանքն է, չի կարա տես բան լինի, իջավ երկնքից, փառք Հիսուս Քրիստոսին, ծովի ափին ձկները խորովեց, հացը դրեց, կանչեց, տղերք, ձուկ բռնել եք, Հովանու 21-ում է գրած, ասում են չէ, ամբողջ գիշեր տանջվում են, ասում են չէ, ձուկ չենք բռնել, ասում է ուրկանը նավակի աջ կողմը գցեք, ոնց որ սկսել էր, տենց ավարտում է, Հովանեսը նայում է Պետրոսին, ասում է Տերն է, Պետրոսը իր ուրախությունից, իր վերարկուն հագնում է, որովհետև մերկ էր, գցվում է ջրի մեջ լողալով գնում կանգնում է Հիսուսի առաջ, Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավել, ոչ թե աշակերտներից, այլ այդ ձկներից, փողից, աշխատանքից, այս աշխարհի հոգսերից, սիրում ես ինձ դրանցից ավել, Տեր դու գիտես, որ ես սիրում եմ քեզ,
3 անգամ հարցնում է, սիրում ես ինձ, Տեր դու ամեն բան գիտես, ասում է ուրեմն արածեցրու իմ գառներին, հովություն արա եկեղեցում, Պետրոս, այդ ամեն ինչը թող, և սերներ իր մեջ Աստծո սերը ամբողջովին գրավեց իրան, տարավ մահվան և մենք պատմությունից կարդում ենք, որ ինքը իսկի արժանի չհամարեց իր տիրոջ պես խաչվել, գլխի վայր խաչվեց, ճանաչել հոր սերը, սա լուրջ բան է, հավատք է սա սերներ, որ Աստված վերստին ծննդով մեր մեջ դնում է, և ով որ այս հույսը իր մեջ ունի, այս հայտնությունը սիրում է, որ հոր հայտնությունն է, հավիտենական կյանքը Սուրբ Հոգին բերել է քո մեջ, և այս հայտնությունը դու ունես, դու չես կարա մեռնես, դու հենց այնպես չես կարա կորչես, քո Տերը Աստված է, քեզ ոչ մեկ չի կարա նեղացնի, քո մազը չի ծռվի, քո աչքի բիբի պես նայում է քեզ, մարդ ով է, որ մարդուց վախենաս, իսկ սատանան ով է, որ քո կյանքում հաջողի, որտև քո մեջ ապրում է կենդանի Հիսուս Քրիստոս, և կենդանի Աստված քո մեջ ապրելով, այդ բոլոր հաղթությունը քեզ տալիս է, և դու մեղքի վրայով ուղղակի քայլում ես, ես առաջարկում եմ այս աղոթքի մեջ, խոնարհվելով մեր մեջ Աստծո սերը բարձրանա, մենք աղաղենք ու ասենք Տեր, մենք էլ քեզ ենք սիրում, այնպես ինչպես դու ես մեզ սիրում, ամեն, աղոթենք, երկնային Հայր,